Ընդդիմության աչքերով Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը ինչ կարևորություն ունի։ Ես կարծում եմ առաջնային երևացող հարցը այդ այցի ավելի շատ պայմանավորված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև process-ներով եւ մասնավորապես դրանում Միացյալ Նահանգների ներկայությամբ դա առաջին հերթին առարկայական արտահայտված է տրիպով, բայց եթե շատ ավելի գլոբալ վերցնենք եւ նաեւ հաշվի առնենք մեր տարածաշրջանում ընդհանուր իրի դասավորությունը, հատկապես հարավում Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները եւ կարելի է նաեւ ասել հնարավոր սպասվող հարվածի մեծ սպառնալիքը, բնական է, որ ԱՄՆ փոխնախագահի այցը բացառապես Հայաստան-Ադրբեջան տիրույթով չի սահմանափակվելու։ Սա առաջին հերթին արտահայտված Միացյալ Նահանգների համար մի կողմից տնտեսական պրոյեկտ է։ Երկրորդը շատ ավելի աշխարհակահական ռակուրսից է, որ նայում ենք Ռուսաստանին զսպելու եւ նաեւ ինչու՞ չէ ռեգիոնից դուրս բերելու պրոյեկտի շրջանակներում, բայց դրա երրորդ բաղադրիչը օրվա իրողությունների պայմաններում նաեւ Իրան եւ մեծ տարածաշրջան Մերձավոր Արևելք տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ Միացյալ Նահանգները բավականին հավակնոտ հայտ է ներկայացրել եւ փորձում է այս խնդրեմը պահել իր համար կառավարության դաշտում։ Այսինքն դուք նկարագրեցիք զուտ ամերիկյան շահը տարածաշրջանում։ Այսինքն այդ շահը սպասարկելուն Բաքուն եւ Երևանը միաժամանակ համաձայնել են։ Չէ, դժվար է այտենց միանշանակ ասելը կամ եզրահանգել այդ այցի ապարագայում, որովհետեւ յուրաքանչյուրը իր մասով ունի բախվող եւ նաեւ համընկնող շահեր։ Մի կողմից երկու երկրներն եւ Հայաստանը եւ նաեւ Ադրբեջանը հասկանում են, որ Իրանում իրավիճակի պայթունավտանգ իրադարձությունները բավականին սպառնալիքներ բերելու են, կախված նրանից թե ով ինչպես կառավարի եւ ընթացքի ինչպես գնա, դրանից է կախված թե յուրաքանչյուրը ինչպես ինչից կտուժի եւ ինչ հնարավոր է նաեւ ինչ-որ բան ձեռք բերի։ Մեր համար բնականաբար այս իրավիճակում, երբ որ մենք Թուրքիա եւ Ադրբեջանի հետ դեռևս ունենք կարգավորված հարաբերություններ եւ նաեւ բազմաթիվ հարցեր, որոնք մեզ կապում են Իրանի հետ, տնտեսական, մշակութային, քաղաքական եւ նաեւ անվտանգային տեսանկյունից, բնականաբար ավելի շատ դիտարկում ենք խնդրահարույց կամ սպառնալից հանգամանքները, որոնք բնականաբար այս դեպքում մեր համար անկանխատեսել են։ Միգուցե Միացյալ Նահանգները շատ ավելի երկարաժամկետ կտրվածքով ունի ռազմավարություն եւ պատկերացնում է դրա երկրորդ, երրորդ քայլը ինչ է լինելու եւ ինչ հետևանքներ ունենալու, բայց մեր նման երկրների համար բնականաբար դա հասանելի տեղեկատվություն չէ եւ դժվար է գնահատել թե այդ իրողությունները իրենց հետ ինչ են բերելու։ Մեծ է հավանականությունը, որ Վենսի այցը կհանգի իրավական ուժ ունեցող հայ-ամերիկյան որևէ համաձայնագրի։ Ես կարծում եմ, որ այս պահին, նաև հաշվի առնելով, որ նախորդ տարի ռազմավարական համաձայնագիրներ կայացել, այս տարի տրիպի հետ կապված փաստաթուղթ հրապարակվեց եւ նաև հնարավորինս դետալացված ներկայացրեց։ Հիմա այս պարագայում բնականաբար այս process-ը ինքը հեշտ process չէ, հատկապես որ պայմանավորություն է ձեռք բերում մի հարցի վերաբերյալ, անկախ նրանից թե ով ինչ է շահում կամ ով ինչ խնդրեմ է այս դեպքում առաջանում, բնականաբար սա մի process է, որը տեղի ունենում Ադրբեջանի հետ դեռևս չկարգավորված հարաբերությունների համատեքստում եւ կարծում եմ, որ Միացյալ Նահանգները սրա ռիսկերը շատ լավ հասկանում է եւ փորձում է նաեւ իր ներկայությամբ, այս դեպքում նաեւ փոխնախագահի այցով process-ները արագացնել։ Արագացումը առանց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջնական համաձայնության չի կարող ամբողջությամբ ապահովել ամերիկյան ներկայությունը կամ շահերը, հատկապես տրիպի համատեքստում, եւ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգներում նաեւ խնդիր կա դրված գործընթացը նաեւ արագացնելու։ Հատկապես որ Ադրբեջանը կարծես առանձնապես չի շտապում, փորձում է նաեւ ընտրական որովհետեւ այնքան էլ ողջավորված չի։ Չէ, այլ խնդիր կա, այստեղ ընտրական process-ներ են Հայաստանում։ Ադրբեջանում ոչ միայն հասկանում են, այլ նաեւ փորձում են առավելագույնս դրանից քաղել, հաշվի առնելով թե ինչպեսի նաեւ առանձնահատուկ իրավիճակ է ստեղծվում խաղաղության դիսկուրսի պարագայում եւ գիտեն թե որքան կարեւոր է այն կոնցեպտը Հայաստանի իշխանությունների համար։ Ուզում են էլ ինչ-որ բապոկել։ Այո, ես ավելի շատ կարծում եմ, որ փորձում են դա առավելագույնս ծառայեցնել իրենց օրակարգին, այս ճշտվից լինի զգայուն իրավիճակը հաշվի առնելով։ Դե արդեն չներթակցնում, ասում են հունիսին հավանական է։
մինչև հունիս, ներողություն, մինչև հունիս պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, կա մեկ պահանջ՝ Հայաստանի սահմանադրությունը։ Բայց մինչև հունիս Հայաստանի սահմանադրությունը չի փոխի։ Այստեղ մի քանի ուղղակի չկա այդ հնարավորությունը։ Սրա հետ մի քանի հացանցող բաներ կան, որոնք ըստ էության նաև արտացոլված էին վերջերս հրապարակված զեկույցում, որը հրապարակել էր Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը։ Ադրբեջանին վերաբերող հատվածը առհասարակ զեկույցը, որ ասեմ, շատ խորը բաներ էր պարունակում իր մեջ, ակնհայտորեն այդպես չէր։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, որոնք այս պահին հարցադրման մեջ տեղավորվում են, նաև այդ մասով ամբողջական խորը գնահատականներ եւ վերլուծություն ներկայացված չէ, բայց երկու հանգամանք կար, որ ահագին բան ասում են իրավիճակի եւ մեր խոսակցության նյութի նաև ռիսկերի մասին։ Առաջինը Վաշինգտոնյան պայմանավորվածություններին հաջորդած ժամանակահատվածներ, որտեղ երկու ուղղությամբ Ադրբեջանը ակնհայտորեն խնդիրներ է ցույց տալիս։ Առաջինը, ինչպես այդ համաձայնագրում էր, ներողություն, զեկույցում էր արձանագրված, Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եզրույթը շատ ավելի ակտիվ է քննարկվել, քան 25 թվականը եղած ժամանակահատվածում, այսինքն նախորդ 1 տարվա համեմատ, ինչը բնականաբար բավականին տարակուսելի է եւ թվում էր, որ դա եթե չնվազեր, ապա գոնե միևնույն մակարդակում պետք է մնար։ Եվ երկրորդը վերաբերում էր ադրբեջանական ռազմական բյուջեի շարժերին, եթե 1 տարվա կտրվածքով շուրջ 4%-ի ռազմական բյուջեի ավելացումը, ապա 3 տարվա կտրվածքով ռազմական բյուջեի աճը 44% եղել է։ Այսինքն մի կողմից խոսվում է հնարավոր խաղաղության մասին։ Դրա մի մասն է բյուջետային։ Կարևոր չէ, այստեղ խոսվում է ծախսերի եւ հատկացումների մասին։ Եթե դա նավթային ինդուստրիայից է գալիս են դերի ֆոնդերից կամ բյուջեով է հատկացում, այստեղ մեր համար խնդիրը այդ հատկացումների ծավալն է։ Եվ այս տեսանկյունից բնականաբար սա նաև իր հետ հարցեր է առաջանում, որովհետև մենք չենք կարող թեման դիտարկել մեկ պրոյեկտի կամ դրա մեկ պարամետրի համատեքստում, դելիմիտացիայի կամ օրինակ ռեգիոնալ ապաշրջափակման։ Այսինքն հավանական թիրախելի մենք Սա դիտարկումը ընդհանուր տարածաշրջանային մակարդակով է։ Ես ասեմ, թե ինչով ենք մենք այստեղ թիրախ։ Առաջին հայացքից մարդկանց մոտ տպավորություն է առաջանում, թե այստեղ խնդիրը նրանով է պայմանավորված, որ 6 ամիս հետո կամ 1 տարի հետո կարող լինի ռազմական գործողություն։ Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ կա ռազմական բյուջեի ավելացում կամ ռազմական բալանսի խախտման խորացում, որը կարող է բերել լայնամասշտաբ ռազմական գործողություններին։ Այստեղ խնդիր կա նաև այլ դաշտում։ Ադրբեջանը ակնհայտորեն փորձում է օգտագործել իր ռազմական հնարավորությունները պատերազմում եւ 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում մխրճումներն ու դրա բերած դիրքավորումը եւ ազդել բանակցային գործընթացի վրա լրացուցիչ զիջումներ կորզելու համատեքստում եւ երբ որ ես խոսում եմ այս թեմայի մասին, նաեւ առաջին հերթին ընդգծված նկատի ունեմ այս հանգամանքը։ Իսկ իրավիճակի հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման հանգամանքը կարելի է մի 6 ամսվա կտրվածքով միգուցե չդիտարկել, բայց միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքը կախված է թե իրադարձությունները այսօրվա դրությամբ ինչպես կզարգանան։ Շատ հավանական է, բայց ամերիկյան ներկայության պարագայում արդեն։ Ամերիկյան ներկայության պարագայում մենք այս պահին չգիտենք, թե օրինակ առաջիկայում կոնգրեսի ընտրությունները Միացյալ Նահանգներում ինչ նոր համամասնություն կբերեն Միացյալ Նահանգներին, մենք չգիտենք, թե 27 թվականի ընտրություններում ով կլինի Միացյալ Նահանգների ղեկավարը եւ թեև մենք հակված ենք եղել տարբեր փորձագետներ խոսելու նրա մասին, որ Միացյալ Նահանգներում կան ինստիտուտներ, իրենց ավանդույթներով, բաներով, որով հիմնական մոտեցումները պահպանվում են, բայց գիտեք, նոր իրողություններ են եւ դա միայն Թրամփի վարչակազմով չի պայմանավորված, նաեւ միջազգային տարբեր դինամիկ զարգացումներով է պայմանավորված, տարբեր վարչակազմեր եւ Միացյալ Նահանգներում եւ եվրոպական տարբեր պետություններում բերում են լրիվ նոր մոտեցումներ եւ մենք չգիտենք սա կմնա զուտ տնտեսական առաջնահերթություն Միացյալ Նահանգների համար, թե ընդգծված կդառնա մի փուլում հակաիրանյան, մի դեպքում կդառնա հակառուսական կամ
այլ 4-րդ երկրի կամ 3-րդ երկրի, այս դեպքում օրինակ Չինաստանի դեմ որևէ գործողության պլազդարմ, այսինքն դրա հետագա ռազմական բաղադրիչը կամ անվտանգային բաղադրիչը կուժեղացվի, թե սա կմնա զուտ միայն տնտեսական ուղի, որը փորձի վերահսկել Ռուսաստանաշրջանցող կոմունիկացիաներից որևէ մեկը։